Տեղեկությունը եւ տանուր դրամատուրգիան այն է, որ Գարեգին Կաթողիկոսը պատրաստ չէ հագահարցակում ունելու գատ բարգածը։ Եկեղեցին լուծումը խնդրելու ճագերտով։ Դե խնդիրը որն է, ով է լինելու հաջորդ կաթողիկոսը, դա կարևոր է։ Ընտրության ժամանակ իշխանությունը չի միջամտելու։ Այսինքն մենք դե հասկանանք, կան եպիսկոպոսներ, որոնք իրոք ամբից են, գուզեն, հնարավոր, որոնք պատրաստ են։ Մենք չպիտի Վազգեն Սարգսյանի կաթողիկոսին մենք չպիտի փոխարինենք Նիկոլ Փաշինյանի կաթողիկոսով։ Մենք պիտի ունենանք քաղաքական կյանքից անկախ հոգևոր առաջնորդ, որը պիտի քննադատի եւ Նիկոլ Փաշինյանին, ես ինչ եմ Գագիկ երկրորդին քննադատում, մի կողմ իր անձնական բարոյական կերպարը, հենց նրա համար նա օբյեկտիվ չի, թող Փաշինյանին էլ քննադատի, թող Քոչարյանին էլ քննադատի, թող Պուտինին էլ քննադատի, թող Ամերիկային էլ քննադատի։ Հիմա նոր կաթողիկոս չպիտի ունենանք, որը էլի չի խոսելու, երբ որ այս իշխանությունները հաջորդի ժամանակ է խոսելու կամ միայն ընդդիմության մասին է խոսելու։ Ընդհանրապես չի խոսել։ Այո, օբյեկտիվ պիտի լինել, հաջորդը պիտի ընտրությունը օբյեկտիվ լինի, մաքուր, որպեսզի չասեն բերեցին, ստիպեցին, քվեարկեցին, բայց այն որ Ռուսաստանը այդպես հանգիստ չի թողնել, որպեսզի իր ազդեցության գլխավոր լծակներից մեկում ինչ ուզենան, Նիկոլ Փաշինյանը հուսով եմ գիտակցում է, որ Ռուսաստանից դա մեծ հակազդեցություն է ունենալու։